թե Բագրատ Սրբազանին եւ թե Միքայել Սրբազանին կալանավորող դատավորը Մասիս Մելքոնյանն է։ Ինչ հայտնի նրա մասին, բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները անվերապահորեն կատարող դատավոր է։ Նա քաղաքական կալանավորումների առաջամարտիկն է։ Անհնազանդության ակցիաներով բերման ենթարկվածների կալանքի հարցը քննող եւ պարտադիր բավարարող դատավորը։ Ոչ վաղ անցյալում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուստր ձեռնարկություն համարվող Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ։ Նախագահը չի ստորագրել նրա նշանակման հրամանագիրը հենց այն հիմքով, որ քրեական վարույթով անցնող Մասիս Մելքոնյանը չի կարող դառնալ քրեական մասնագիտացմամբ դատավոր։ Նրան դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում է այն բանում, որ լինելով իր փաստաբանը Մասիս Մելքոնյանը յուրացրել է իր գումարները։ Արդյոք ողջ դատական համակարգում Փաշինյանը այս մի կամակատար դատավորն ունի, որին մակագրվում են բոլոր քաղաքական գործերը, եւ դրանցով Նիկոլ Փաշինյանի սրտով որոշումներ են կայացվում։ Հարցրինք Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Կարծում եմ մյուսները կամ հրաժարվել են, կամ էլ ասել են, որ կքննենք, բայց օրինական որոշում կայացնենք։ Երևի գտնվել է միակը, որը որ ասել է, որ կբավարարեմ առանց գործը նայելու, կարդալու, գործի նյութերին ծանոթանալու։ Իսկ որքանով էին պատճառաբանված ու հիմնավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտերը, ինչպես կարող էին սրբազան հայրերը խոչընդոտել նախաքննությանը, եթե մեկ տարվա ընթացքում նման որևէ քայլ չեն արել։ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. Ավելին քան վստահ եմ, որ առաջինը կարծում եմ քրեական վարույթ նախաձեռնելն է ապօրինի, հիմնավոր կասկածի շեմը չեն անցել, դա պետք է առաջի հերթին դատարանը պետք է այդ հարցին պատասխանել, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է թե ոչ։ Կարծում եմ ոչ, այսինքն պետք է ուղղակի մերժել, ոչ թե խորանալ, որ հիմնավոր կասկած կա, կարող է խոչընդոտել, թե չէ խուսափել քրեական պատասխանատվությունից, թե ոչ, որովհետև կալանք տալու համար այդ հարցերին են պատասխանում։ Ի սկզբանե հետո նոր անցնում են տնային կալանք, թե իրական կալանք։ Բայց իմ խորին համոզմամբ երկու վարույթներով էլ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, հետևաբար կալանավորել թե չկալանավորել հարցին պատասխանին պետք է դատարանը չհասներ։